իրապես պարկ եմ տալիս ես գեղեցիկ օրվա համար, որ հնարավորություն ենք իրապես, որպես մեկ եկեղեցի, որպես բյուրեր և եղբայրներ միասին իրոջը պաշտելու, իրեն մեծարան ու պաշտանում կարծրացնելու։ Մի փոքր, գիտեմ, ոնցելու պատկերացնում այն ինչ որ երկնքում է, որ բաղության հետ միասին գորշանավորելու։ Մեկ մարդիկ կան ասում են եկեղեցի գնացի թեթևացա կամ չգիտեմ տիրոջ ներկայությունն էինք զգում եւ այլն եւ այլն։ Ուզում ասեմ, որ այդ տիրոջ ներկայությունն էինք զգում արտահայտության մեջ մեծամասամբ մարդիկ դնում են ինչ-որ էմոցիոնալ զգացողություններ եւ այլն։ Ես չեմ ասում, որ որպես մարդ մենք մեր էմոցիաները չպիտի արտահայտենք, բայց մեր էմոցիաները չպիտի կապենք տիրոջ ներկայության հետ։ Ինչի որտեղ նման էմոցիաներ մարդիկ կարող են զգալ, օրինակի համար, երբ որ գնացել են ինչ-որ ռոք համերգի եւ իրենց սիրած խումբն նվագում եւ երգում եւ այլն։ Դրա համար մեր այսպես ասած զգացողությունը կամ մեր ընթացքը տիրոջ հետ կախված չպետք է լինի նման ինչ-որ արտաքին ազդակների կամ ոչ թե հիմնված լինի մեր էմոցիաների վրա։ Որովհետև եթե օրինակի համար ունենք որոշակի առողջական խնդիրներ, այդ շրջանակում կարող է ձեր էմոցիաները կամ ձեր զգացողությունները ինչ լինի, ցածր լինի կամ թույլ լինի կամ ձեզ լավ չզգան։ Բայց արդյոք դա պետք է խոչընդոտ հանդիսանա մեզ համար տիրոջը պաշտելով։ Թե արդյոք դրանից հետո կարող եմ ասել, թե այս պաշտամունքի ընթացքում տիրոջ ներկայությունը չզգացի կամ չթեթևացա։ Մենք այստեղ չենք, որպեսզի թեթևանանք։ Այստեղ չենք, որպեսզի էֆորիկ զգացողություններ ունենանք։ Այստեղ չենք, որպեսզի հոգևոր մակարդակով մեր ուղեղին, այսպես ասած դոֆամինային այդ բանը տանք, որպեսզի լավ զգանք։ Այսինքն մենք չենք դառնում հոգևոր առումով կարծես թմրամոլներ, որ ինչ-որ մի բան ենք ուզում զգանք, ուղեղներս անջատենք և չլսենք կամ մեզ, սենց ասած, շոյված զգանք։ Այստեղ ենք տիրոջը խոսքի շրջանակում իրեն փառավորելու։ Այստեղ ենք այդ միասնության, միաբանության մեջ, Աստված ճանաչողության մեջ աճելու, տիրոջ կամքի շուրջ մտորելու։ Այստեղ ենք խոստովանելու, այստեղ ենք միաբանության շրջանակում դավանելու, որ մեր Տերն ու Փրկիչը Աստված ինքն է։ Այստեղ ենք նմանվելու Քրիստոսին։ Այստեղ ենք նորոգվելու և գնալու Տիրոջը ծառայելու։ Եվ այս ամեն ինչը զուտ միայն զգացմունք չէ կամ էֆորիկ ազատություն չէ, չնայած նորից եմ ասում։ Տերը այս զգացմունքը նորից տվել է, որպես ես զգացմունքով նորից լիարժեք, որպես մեկ ամբողջականություն, որպես մարդ Տիրոջը փառավորենք։ Եվ փառք Աստծո դրա համար, Տեր Հիսուս Քրիստոսը ինքը իր զգացմունքներն արտահայտեց։ Հետևաբար մեր ողջ էությամբ պետք է Տիրոջը պաշտենք, բայց ուղեղս չեմ անջատում։ Փառաբանում Տիրոջը համ հոգով, համ ճշմարտությամբ։ Ուստի ուրախ եմ, որ այս առիթն ունենք սիրելիներ, ուրախ եմ ձեզ համար, որովհետև ինչպես որ երգում ենք և ինչպես որ Լևոն եղբայրս ասեց, մենք ըստ մյուսի կարիք ունենք։ Շատ լավ, Տիրոջը փառք իրապես այսօրվա համար ու պետք է շարունակենք մեր Մատթեոսի ավետարանի սերտողությունը։ Բայց մինչև թեմային անդրադառնալը, ասեմ, որ իրապես Տերը կարա դռներ բացի, որոնք որ շատ դեպքերում մեզ համար փակ են կամ նույնիսկ անհասանելի։ 19-րդ դարում մի միսիոներ կար Հադսոն Թեյլոր անունով, որ իր երիտասարդ տարիքում որոշում է կայացնում իրապես նվիրվելու Տիրոջ գործին։ Բայց երկար ժամանակ մինչև մտնելը ծառայության մեջ աղոթք էր անում, որպեսզի Տերը որևիցե մեկին նորից բարձրացնի,
որպեսզի իր կողքը լինի նույն տեսիլքը, նույն հասկացողությունը ունենա։ Այնուամենայնիվ երկար ժամանակ աղոթելով չի սպասում եւ սկսում է ծառայությանը, սկսում է ներգրավել ծառայության մեջ եւ գնալով Չինաստան սկսում է ավետարանը քարոզել։ Եվ շարունակում է նորից աղոթել, ասելով, որ Տեր ուղարկիր ծառայողներ, որոնք որ ինձ հետ միասին կհասնեն այս անհաս ազգերի։ Եվ որոշ ժամանակ հետո Տերը պատասխանում է Հացոնի աղոթքին եւ արդեն իսկ Չինաստանում հանդիպում է մի երիտասարդի Ջոն Բերցին անունով, որը որ նորից երկար ժամանակ աղոթում է, որ Տեր ցույց տու մեկին, որի հետ միասին կարող է ծառայել այս ազգի շրջանակով։ Իրեք դրանից հետո միասին նաև սկսում են աղոթել, տեսնելով ինչքան է դաշտը մեծ, որպեսզի Տերը ել ավելի ծառայողներ բարձրացնի։ Եվ 1865 թվականին Տերը 24 նոր հավատացյալների է բերում առաջ այս մարդկանց, եւ այս մարդիկ նույնպես տրվելով, ստանալով այդ, ասենց ասած, տեսիլքը գնալու եւ ավետարանելու, միասին սկսում են ծառայություն անել։ Եվ պատկերացրեք, այդ շրջանակում միասին որպես ավետարանը կարողանում են տարածել ավելի քան 200 քաղաքների։ Եվ հիմնվում է 125 քրիստոնեական դպրոց, թարգմանվում է Աստվածաշունչը չինարենով ու սկսում է տարածում գտնել ավելի քան 18,000 մարդկանց առաջին անգամ ավետարանն է քարոզվում։ Ու այս ամեն ինչի շրջանակում ուղղակի տեսնում ենք, թե ինչպես կարող է Տերը հնազանդ սիրտը օգտագործել եւ միավորել իր մեծ փառքի համար։ Որտեղից այս ցանկությունը առաջ է եկել Հացոնի սրտում կամ մյուս երկու սրտում, որտեղից այս տրամաբանությունը, որտեղից այս հասկացողությունը, որ պետք է աղոթել, պետք է գնալ։ Հիսուսի օրինակից, Աստծո խոսքի օրինակից։ Եվ ես ուզում եմ, որ մենք հենց խոսելու ենք դրա մասին, որ Հիսուս Քրիստոսը տվեց մեզ լավագույն օրինակը, որին որ մենք պետք է ինչ անենք, նաև հետևենք։ Եվ խոսելու ենք, որ Տիրոջ առաքելությունը երկրի վրա, նաև մեզ համար է ինչ, օրինակ, լավագույն օրինակ հետևելու։ Բացեք խնդրեմ Մատթեոսի ավետարանից 9-րդ գլուխ, կարդանք միասին 35-ից 38 համարները։ Մատթեոսի ավետարան 9-րդ գլուխ, ընթերցելու ենք միասին 35-ից 38 համարները, խնդրեմ ոտքի կանգնենք եւ միասին ընթերցենք։ Մատթեոսի ավետարան 9, 35-ից 38 համարները։ Հիսուս շրջում էր բոլոր քաղաքներով ու գյուղերով, ուսուցանում էր նրանց ժողովարաններում, արքայության ավետարանը քարոզում, ժողովրդի բոլոր ցավերն ու հիվանդությունները բժշկում։ Նա ժողովրդի բազմությունը տեսնելով գթաց նրանց, որ հոգներ եւ ցիուցան էին եղել, ինչպես հովիվ չունեցող ոչխարները։ Այդ ժամանակ Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Հունձքը շատ է, բայց մշակները քիչ։ Աղաչեք հունձքի Տիրոջը, որ իր հունձքի համար մշակներ ուղարկի»։ Ամեն։ Աղոթենք։ Մեր երկավոր Հայր, իրապես փառք ենք քեզ տալիս այս հնարավորության համար, որ կարող ենք գալ առաջ ու քեզ փառաբերել, քեզ մեծարել Տեր։ Որ հնարավորություն ունենք իրապես Հիսուս Քրիստոսի անունով գալու առաջ եւ մեր ցանկությունները, մեր փափակները, մեր խնդիրները, մեր հարցերը քո առաջ բերելու եւ քեզանից քո կամքը ակնկալելու Տեր։ Մեզ ողորմիր, միաբանիր, օգնի, որ այն ամեն ինչի մասին, որ խոսելու ենք, ունենք անվանում փառքի համարում Տեր, եւ դու օգնի, որպեսզի այն օրինակը, որ դու տվեցիր Տեր Հիսուս, դառնա լավագույն օրինակը մեզ համար։ Որպեսզի ոչ միայն լսենք, այլ նաեւ հնազանդվենք եւ կամքիդ այո եւ ամեն ասենք։ Ամեն ինչի մեջ թող փառավորվի Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին։ Ամեն։ Տեր օգնի բոլորիդ նստեք ինձ։ Իրեք այս հատվածը իրականում բավականին լավ կերպով ցույց է տալիս Հիսուս Քրիստոսի երկրային ծառայությունը։ Նա շրջում էր, ավետարանում էր, բժշկում էր, ողորմած լինելով մարդկանց նկատմամբ եւ վերջում նաեւ կոչ անում, որպեսզի աշակերտները աղոթեն մշակների բարձրացման համար։ Այս հատվածը մեզ ցույց է տալի, որ Հիսուս այն ամեն ինչ որ անում էր, ոչ միայն ցույց է տալի նրա ով լինելը, այլ հատկապես նաեւ ցույց է տալի, թե ինչպես մենք պետք է ծառայենք, ինչ օրինակով պետք է առաջնորդվենք։ Իսկ մեզ համար լավագույն օրինակը պետք է լինի
Հենց Տիրոջ, Հիսուս Քրիստոսի օրինակը պետք է լինի։ Ու այսօր կտեսնենք երկու, այսպես ասած, մեծ քայլ կամ երկու հիմնական ճանապարհ, որով որ Հիսուս ծառայում է, որոնք որ նաև գուցե մեզ համար պետք է դառնան ուղեցույց մեր ծառայության շրջանակում։ Առաջին քայլը կամ ինչ էր անում Տեր Հիսուս Քրիստոս, ավետարան էր քարոզում, ավետարանում էր։ 35-ից 36 համարները։ Հիսուս շրջում էր բոլոր քաղաքներով ու գյուղերով, ուսուցանում էր նրանց ժողովարաններում, արքայության ավետարանը քարոզում, ժողովրդի բոլոր ցավերն ու հիվանդությունները բժշկում։ Երբ որ ընդհանրապես նայում ենք Տեր Հիսուս Քրիստոսի ծառայությանը, իր ծառայության մեջ կենտրոնական մաս է զբաղեցնում հենց ավետարանի տարածումը կամ Աստծո խոսքի փոխանցումը ժողովրդին։ Եվ սա նույնպես ցույց է տալիս, որ մենք որպես իր զավակներ, մեր կյանքում Տիրոջ խոսքի փոխանցումը նորից պետք է կարևոր տեղ զբաղեցնի։ Մենք չենք կարող ուղղակի մենակ փրկված լինենք, այսպես ասած, մեզ համար, եւ մնացած մարդիկ մեզ համար կարևոր չլինեն կամ մենք ընդհանրապես այդ մնացած մարդկանց ուշադրություն չդարձնենք։ Ինչպես է Հիսուս Քրիստոս քարոզում։ Քարոզում է սովորեցնելով նրանց, ավետարանում էր քարոզելով, այսինքն հանրային կերպով ծառայելով, նաև օգնելով։ Ու այս երեքի շրջանակում մենք էլ պետք է ուշադրություն դարձնենք, մենք ինչպես ենք ծառայում, մենք ինչպես ենք վարվում։ Առաջինը, ինչպես էր ավետարանում, սովորեցնելով։ Հետաքրքիր է, որ գրված ասում է Հիսուս շրջում էր բոլոր քաղաքներով և գյուղերով, ու այս արտահայտությունը եթե կհիշեք, մեզ պետք է ծանոթ լինի։ 4-րդ գլխում արդեն իսկ Մատթեոս ավետարանը բառ առ բառ Մատթեոսի ավետարանում արդեն իսկ տեսել էին։ 4-րդ գլուխ 23 համար ուշադրություն դարձեք, ասում է Հիսուս շրջում էր ամբողջ Գալիլեայում, հիմա ստեղ այն ժամանակ ասում է քաղաքներով և գյուղերով ամբողջ, եւ ինչ էր անում, ուսուցանում էր նրանց ժողովարաններում, արքայության ավետարանը քարոզում եւ ժողովրդի մեջ եղած բոլոր հիվանդություններն ու ցավերը բժշկում։ Ինչի համար է Մատթեոսը կարծես այս նույն արտահայտությունը երկու անգամ ինչ անում, կրկնում։ Ինչու՞ սա կարևոր է, սա ամբողջացնում է Հիսուս Քրիստոսի երկրային ծառայությունը։ Եվ այն պետք է մեզ համար նաև լավ օրինակ լիներ։ Առաջինը սովորեցնում էր որտեղ ժողովարաններ կամ սինագոգ, եթե նայենք հունարեն տերմինը, բառացի եթե թարգմանենք, նշանակում է հավաքատեղի։ Մի վայր, որտեղ որ ժողովուրդը հավաքվում է, Տիրոջը խոսքը ուսումնասիրելու, կարդալու, աղոթելու եւ այլն եւ այլն։ Եվ ուշադրություն դարձրեք։ Հիսուս ինքը ինչ է անում, ինքն է գնում այդ քաղաքներն ու գյուղերը։ Ինքն է որ Գալիլեայով պտտվում էր։ Չէր ասում թող ժողովուրդը ինչ անի, գան ինձ մոտ։ Ժողովուրդ ջան, մարդիկ իրականում չեն փնտրում Աստծուն։ Մարդիկ իրենց կյանքով են ապրում, այս ամեն ինչ իրենց հետաքրքիր չի։ Մենք պետք է գնանք եւ այդ ավետարանը տարածող լինենք, չպետք է նստենք ասենք դες 4 պատ ունենք, խաչը դրել ենք, հայտարարությունը կա, օնլայն կերպով ծառայությունն անում ենք, թող մարդիկ իրենք գան։ Այո, դերը կարող նույնիսկ ինչ որ կերպերով օգտագործի այդ մարդկանց բերիստը, որպեսզի այդ հասկացողությանը կամ այդ հավատքի ավետարանը լսեն։ Բայց մեզ այդ օրինակը Հիսուս չտվեց։ Ինչ արեց, ինքն էր գնում, ինքն էր շրջում, ինքն էր սովորեցնում այնտեղ, որտեղ որ արդեն մարդիկ հավաքվել էին Տիրոջ խոսքը ինչ անելու, լսելու։ Որտեղից էին առաջ եկել ընդհանրապես այս սինագոգները, իրականում շատ քննարկում կա, բայց միանշանակ հստակ չեն կարող ասել։ Ենթադրություն կա, որ Բաբելոնյան գերությունից հետո, երբ որ արդեն տաճարը կործանվել էր, տաճարը չկար եւ մարդիկ դեռևս այդ կարիքն ունեին նորից հավաքվելու, խոսքը սերտելու կամ կարդալու, աղոթելու եւ այլն, այդ սինագոգները ինչ արեցին, ստեղծվեցին եւ ամեն մի մեծ քաղաքում, որտեղ որ հրեական համայնք կար, հրեական համայնքը ուներ նաեւ իր ժողովարանը, սինագոգը, որտեղ որ հավաքվում էին։ Ասեմ ավելին, երբ որ ընդհանրապես նայում ենք այս փորձառությունը, ժողովարաններում կատարված ծառայության որոշ առումով կերպը նաև մենք ենք որդեգրել։ Ինչպես որ ընդեղ էին սաղմոսներ երգում, ինչպես որ ընդեղ էին Աստծո խոսքի ուսումնասիրություն անում, ընթերցանություն անում, մենք որոշ առումով նույնը նաև այսօր այս շրջանակում անում ենք։
Չնայած որպես սինագոգ մեր չենք ներկայանում, այլ որպես եկեղեցի ենք ներկայանում։ Ինչի, որտեղ այդ օրինակը ինչ արավ տրվեց։ Այդ օրինակը կար եւ այդ օրինակով առաջնորդվում է։ Հիսուս Քրիստոսը ինքը այդ սովորությունն ուներ։ Ղուկասի ավետարան 4-րդ գլուխ 16 համարը նայեք, երբ որ գնում է Նազարեթ, ասում է իր սովորության համաձայն շաբաթ օրը ժողովարան մտավ ու ելավ ընթերցելու հնարավորություն տվեցին կարդալու եւ այդ ժողովարանում էր որ հայտարարեց որ այսօր այս մարգարեության խոսքերը ինչ եղան իրականություն դարձան։ Ես եմ այն խոստացվածը ճիշտ է չընդունեցին, ուզում էին ժայռից դուրս գցեին եւ այլն, բայց սա ցույց է տալի որ Հիսուս ինչ էր անում, սովորություն ուներ, մեկտեղ էին հավաքվում խոսքը սերտելու եւ դա օգտագործեց ավետարանի քարոզման համար։ Ինչ եք կարծում, կա մեկ որ նորից այդ օրինակը վերցրեց Հիսուսից։ Պողոսը ուշադրություն դարձեք գործ առաքելություն, երբ որ ասում է որ քաղաքը մտնում է, առաջի բանը նույնիսկ հեթանոսների առաքյալ լինելով, Պողոսը գնում էր ուր ժողովարան։ Գնում էր ժողովարան, որովհետև ասում էր, որ իմ ժողովուրդը այդ ավետարանի կարիքն ունի, որտեղից էր այդ օրինակը վերցրել։ Հիսուս Քրիստոսից էր այդ օրինակը վերցրել, մեծամասամբ ինչ էին անում, ժողովարանում իրան վռնդում էին, չէին լսում, հակառակվում էին եւ Պողոսը գնում էր հեթանոսներին էր քարոզում, բայց ուշադրություն դարձրեք։ Գնում էր ինքը, գնում էր այնտեղ, որտեղ որ մարդիկ հավաքված են։ Մենք չպետք է սահմանափակվենք այս 4 պատերով հասկանում եք։ Եկեղեցու ծառայությունը չի սկսում ու չի ավարտվում այստեղ, ասեմ ավելի։ Այս մեկտեղ հավաքվելը ընդհանրապես փոքրիկ մի մաս է, որ մենք որպես ծառայություն պետք է ինչ անենք, կատարենք։ Հիսուս ինքն է գնում ու քարոզում էր ժողովարաններում։ Պողոս առաքյալը ինքը գնում էր ու ավետարանը ինչ էր անում, փոխանցում էր, սովորեցնում էր։ Դրա համար մենք չպետք է սահմանափակված լինենք։ Մեր ուղեղը, մեր մտածելակերպը հետևյալը չպիտի լինի։ Դեռ իմ առաքելությունս կայանում է նրանով, որ ես ինչ-որ մեկի կիրակի օրը հրավիրեմ պաշտամունքի։ Սա չի մեր առաքելությունը, որտեղ եք կարդացել, որ Տեր Հիսուս Քրիստոս ասեց գնացեք մարդկանց կանչեք կիրակնօրյա պաշտամունքի։ Չկա նման բան։ Այլ ասեց ինչ արեք, գնացեք ամբողջ աշխարհով մեկ, այդ բարի լուրը ավետարանը փոխանցեք, աշակերտ դարձրեք, սովորեցնելով նրանց, մկրտելով եւ այլն եւ այլն։ Խնդիրը նրա մեջ չի, որ ես չեմ ասում վատ է կամ սխալ է ինչ-որ մեկի ծառայության հրավիրելով, բայց այս պաշտամունքը, լսեք, առաջնային հերթին, անհավատների համար չի։ Սա մեզ համար է։ Աստված ճանաչողության մեջ աճելու համար է, այո, ավետարանի մասը մենք տալիս ենք, բայց կենտրոնական մասը պաշտամունքի հավատացյալների կողմից է ուղղված առ Աստված։ Հետևաբար մեր ավետարանչությունը, մեր ավետարանի տարածումը սահմանված չպետք է լինի, որտեղ ավետարան եք, համենում եք ժողովուրդ ջան, համալսարանում եք սովորում, համալսարանում ավետարան եք, աշխատանքի մեջ եք, աշխատանքի մեջ վկայեք, սրճարանում եք, հնարավորություն եք այդ սրճարանում վկայեք, բանակում եք, ծառայում եք, 2 տարի մարդիկ կան, ովքեր որ կցված են ձեզ մի սենյակում եք քնում, ձեր զինվորականներին ավետարանեք, ձեր կողքի ընկերներին ավետարանեք, ընկերական շրջապատ, ընտանիք, այսինքն միշտ ձեր մտքում դա ունեցեք։ Որտեղ են մարդիկ, ես ընդեղ եմ։ Մենք Մենաստանի կանչված մարդիկ չենք։ Կաթոլիկ եկեղեցին եւ որոշ առումով առաքելականները ունեն այդ հասկացողությունը օրթոդոքս եկեղեցին։ Մենաստան։ Գնանք առանձնանանք, մենք մեր աղոթքի, մեր ընթերցանության մեջ լինենք։ Նորից սրա մեջ վատ բան չկա։ Ինչի որտեղ նման ծառայությունների շրջանակում բավականին շատ գրականություն է գրվել, աստվածաշնչեր են թարգմանվել եւ այլն, բայց դա գուցե որոշ անհատներ կան, որոնք որ գուցե այդ կանչվածություն ունեն առանձնանալու եւ իրենց կյանքը այդ գրելու, ընթերցանելու այդ ամեն ինչին տալու։ Մենք որպես եկեղեցի կանչված ենք ինչ անելու, գնալու ու ավետարանը քարոզելու։ Չսպասեք թե մարդիկ գան մեզ մոտ։ Մենք գնանք մարդկանց մոտ։ Ոչ միայն սովորեցնում էր, այլ նաև ինչ էր անում, հրապարակային քարոզում էր, մի քիչ կա տարբերություն է տերմինաբանության մեջ, սովորեցնելու մեջ, որը որ կարող լինի թե անհատական, բայց քարոզելը ավելի հրճակման մասին է խոսքը գնում, երբ որ մենք ինչ ենք անում, հայտարարում ենք Տիրոջ ճշմարտությունը, բացահայտ բոլորի առաջ։ Ինչ էր անում, ասում է քարոզում էր արքայության ավետարանը։
Ինչ է քարոզը։ Քարոզի նյութը ինչն է Հիսուս Քրիստոսի։ Նորից 4 գլուխ 17 համար։ Պարզ ասում է, այն ժամանակ Հիսուս սկսեց քարոզել ու ասել. «Ապաշխարեք, որովհետև մոտեցել է երկնքի արքայությունը»։ Որտեղ մոտեցել է այն խոսքը, որ դուք լսում եք, մոտեցել է։ Ինչ էին պետք է քարոզեին աշակերտները։ Նույն բանն է Հիսուսն ասում է, ուղարկեց իրենց, ասում է, երբ գնաք, քարոզեք ու ասեք, որ երկնքի արքայությունը ինչ է։ Մոտեցել է։ Մենք ինչ պետք է քարոզենք։ Կիսատ պրատ, կիսատ ավետարան, թե ամբողջական ավետարանը։ Մասնատված ընտրովի քարոզ, թե ամբողջական ավետարանը։ Ամբողջական լիարժեք, որի մեջ չի մտնում մենակ, որ Աստված սեր է եւ վերջ։ Եթե խոսում եք, որ Աստված սեր է եւ վերջ, այդ ընդհանրապես մարդկանց էգոն եք շոյում, ասեն, այն ինչ լավ է, որ Աստված ինձ սենց սիրում է այս կարգավիճակում։ Այդ իմաստը ո՞րն է, որից է կերպով փոխվելու, մտածելու, ինչ-որ աշխատանք տանելու։ Մեկը սենց ինձ սիրում է Աստված եւ վերջ։ Ո՞րն է այդ ավետարանը։ Պարզ ժողովուրդ ջան, խոսեք մարդկանց հետ, որ այո, ի սկզբանե Աստված ամեն բան բարի ստեղծեց։ Ամեն բան ստեղծեց այնպեսին, ինչպեսին, որ պետք է որ լիներ, բայց ինչ տեղ ունեցավ։ Մեղքի պատճառով մենք բոլորս մեռանք եւ պատասխանատու ենք Աստծո առաջ եւ որևիցե մեկը չի կարողանալու այս ամենից ազատվել։ Եթե չխոսեք մեղքից, չխոսեք պատասխանատվությունից, Աստծո սիրո մասին մի խոսեք ժողովուրդ։ Նոր դրանից հետո երբ որ խոսեք, որ ամեն մեկս արժանի ենք դատաստանի, արժանի ենք մեռնելու, այդ ժամանակ կարող ավելացնենք։ Բայց Աստծո սերը ուղարկեց իր գործում, որի միջոցով որ փրկություն ունենք, պետք է խոստովանենք ու հավատքով այդ քայլն անենք։ Սա այն բարձ ավետարանը։ Կարիք չունենք աստվածաբանական պարտադիր ջերմանաններ անցնելու, որպեսզի այս բարձ ճշմարտությունը փոխանցենք, որտեղ եթե այս ճշմարտությունը դուք լսել եք, հավատացել եք, որը որ փրկություն եք ստացել, այդ ճշմարտությունը բավարար է ձեր հարևանի, ձեր ընկերոջ համար։ Հիմա մի քիչ տենդենս կա, ասում են, պետք է փորձենք ժամանակակից մեթոդներ օգտագործենք, չգիտեմ, հոգեբանություն, մանիպուլյացիա եւ այլն եւ այլն։ Ժողովուրդ ջան, Աստծո խոսքը կենդանի է։ Կարիք չունենք զուր մրտելու, կարիք չունենք նոր բաներ ասելու, կարիք չունենք ինչ-որ աճ պարարություն անելու եւ այլն եւ այլն։ Այս վերջերս որ գնացել ենք Մոլդովա, մի եղբայր ասում է, գիտես ինչ մի հատ լավ ծառայություն կա։ Եկեղեցում կան ցիրկաչներ, բաներ են անում, գրեկեք են ճղում եւ այլն, դրանով ժողովուրդը հավաքվում ու դրանից հետո ավետարանն են քարոզում։ Հիմա նայեք, եթե մեր միակ կենտրոնացումը գրելկեքն են, սենց ասած գրելկա ճղող չունենք, դրա համար էլ ավետարանը չենք քարոզում։ Կներեք արտահայտությանս համար մենք մոռացել ենք, որ գրելկա ճղելու մեջ չի զորությունը։ Աստծո խոսքի մեջ է, որը որ կարող է ինչ անել, փրկել։ Որը որ մենք կանչված ենք ինչ անելու, փոխանցելու։ Չեք կարող աճ պարարություն արեք, մի արեք, դրա մեջ կանչված չեք։ Ավետարանը քարոզեք, սրա մեջ կանչված եք։ 18-րդ դարում խոշոր մի նորից ավետարանիչ Ջորջ Ուայթֆիլդը, որը որ նորից պատտվում էր ամեն քաղաքներով, ամեն փողոցներով մեկ, իր կյանքը նվիրել էր ավետարանի տարածման համար, այս ձևի մի սկզբունք ուներ։ Ասում էր, չպետք է սպասենք, այլ պետք է ինչ անենք, պետք է գնանք, պետք է քայլենք։ Մուդիի մասին չգիտեմ, լսել եք թե չէ, այս ձևի մի փորձառություն էր իր կյանքում, որ ամեն օր առնվազն մեկ հոգու պետք է ավետարանը քարոզեր ու ասում որ մի օր ուշ գիշերով հիշում է, որ այսօր առիթ չունեցել ավետարանը քարոզելու։ Դուրս է գալի փողոց, հանդիպում է ոստիկանության գվարդիային, սկսում է այդ մարդկանց ավետարանը քարոզել։ Հասկանում եք, սրանք օրինակներ են, ես չեմ ասում վերցեք ուղիղ ու կիրառեք ձեր կյանքի համար, բայց սա օրինակներ են, որի մասին, որ մարդիկ կային ինչ էին անում, առաջնորդվում էին։ Մենք ինչքանով ենք իրապես մտածում գոնե սրա մասին, հասկանում եք, գոնե աղոթում, գոնե ինչ-որ մի քայլ անում։ Եթե ձեզ հարցնեմ, մի ամիս, 2 ամիս անց է, քանիսին եք իրապես առիթ ունեցել ավետարանի ճշմարտությունը փոխանցելու։ Քանիսին եք առիթ ունեցել ուղղակի խոսելու, ոչ թե ծուր մրտելու, ոչ թե նույնիսկ հրավիրելու պաշտամունքի, այլ ուղիղ ավետարանը փոխանցելու։ Ու այդ ավետարանի փոխանցումը նորից կարող լինի թե անհատապես, թե նաև ինչ քարոզի տեսքով կամ ընդհանրապես հռչակման տեսքով բոլորի առաջ։
Ինչպես էր Հիսուս ավետարանում, սովորեցնում էր, քարոզում էր, նաև ինչ էր անում, օգնում էր։ Ժողովրդի բոլոր ցավերն ու հիվանդությունները բժշկում էր։ Նորից, երբ որ մենք խոսում ենք բժշկության մասին, սա ոչ միայն ցույց էր տալիս իր ով լինելը, իր առաքելության մասին, այլ նաև ցույց էր տալի իր ողորմած գթած լինելը։ Մենք պետք է հասկանանք, որ Տեր Հիսուս Քրիստոս ինչ էր, գթասիրտ էր։ Իր համար այդ ցավերը հենց այնպես չէին մարդկանց, ցավ էր քաշում։ Եվ դրանից ելնելով նաև ողորմում էր, բժշկում էր նույնիսկ նրանց, ովքեր որ շնորհակալություն էլ անգամ չէին հայտնելու։ Ու ինքը դրա մասին գիտեր։ Ավետարանությունը ժողովուրդ ջան չի անտեսում մարդկանց իրական կարիքները։ Չգիտեմ, ցավը, կորուստը, գուցե աղքատությունը, հիվանդությունը եւ այլն։ Մենք ուղղակի ռոբոտներ չենք, Եհովայի վկաների նման մի վարվեք։ Դուրը ծեծեցին, բարև ձեզ, երկնքի արքայությունը գիտեք, մոտեցել է կամ Հիսուս բանը, Աստծո անունը գիտեք, ինչ է եւ այլն։ Այսինքն մեխանիկական մի դարձրեք։ Տեսեք, փորձեք հասկանալ իրավիճակը, ինչով կարաք օգնեք։ Բայց նորից այս ամեն ինչի շրջանակում մեր կենտրոնացումը մենակ օգնությունը չպիտի լինի, որտեղ կան եկեղեցիներ, ովքեր որ դարձել են ինչ, բարեգործական հիմնադրամներ։ Ամեն ինչ անում են, լիքը բաներ են անում, տներ են կառուցում, օգնում են հազարավոր մարդկանց, բայց որ հարցնես, ասես ավետարանը քարոզում եք, զրո կարգավիճակում է։ Դրա համար ոչ այն ծայրահեղության մեջ պետք է մտնենք, ոչ էլ այս ծայրահեղության մեջ։ Մենք փակ ենք մարդկանց համար, որևիցե կերպով մարդկանց կարիքները չենք տենում, չենք ուզում հոգանք, մենակ ավետարանն ենք տալիս։ Եվ ոչ էլ մի ուրիշ ծայրահեղության գնանք, որ մենակ օգնում ենք նյութականով։ Ամեն ինչ անում ենք, ամեն ինչից խոսում ենք քաղաքականություն, չգիտեմ, եղանակի տեսություն, բայց ավետարանի մասին չենք խոսում։ Ինչի կարող է դա ասեն աղանդավոր եք կամ մենք ինչ գործ ունենք բռնանանք։ Այ ինքը կհարցնի, նոր դրանից հետո կասեն։ Ինչ վիճակում էին այդ մարդիկ գտնվում։ Ինչ էր տեսնում Հիսուս եւ մենք ինչ ենք տեսնում 36 համարը։ Ասում են նա ժողովրդի բազմությունը տեսնելով գթած նրանց որ հոգնել եւ ցիրուցան էին եղել ինչպես հովիվ չունեցող ոչխարներ։ Հոգնած էին, այսինքն անհանգիստ էին, կարծես ծեծված էին, խնդրի մեջ էին, ինչով ինչ հարց կար։ Մեղքերի բեռն էր, ճկռում էին այդ ամեն ինչի տակ, երկրորդը հələ քիչ էր այդ մեղքերի հասկացողությունը կար, մեղքերի բեռը կար, հələ փարիսեցիներն էլ իրանց կողմից ավելացնում էին այդ ամեն մի բեռը, նոր օրենքներով, նոր ինչ որ ծիսական բաներով սահմանելով։ Ու Տեր Հիսուս տեսավ ինչ տեսավ։ Տեսավ հոգնած ու բեռնավորված մարդկանց։ Տեսավ մարդկանց, ովքեր որ ինչ էլ որ անեն, երբեք իրական երջանկություն չեն ունենալու։ Մենք երբ որ մարդկանց տեսնում ենք, մենք մի քիչ ուրիշ ձև ենք մեր աչքերը, մենք ուրիշ ձև ենք պատկերացնում։ Մենք տեսնում ենք ուրախ մարդիկ, որոնք որ պտտվում են, տեսնում ենք հաջողակ մարդկանց։ Այսօր լիքը այտենց մոտիվացիոն գրքեր կան, որ խոսում են հաջողակ մարդկանց պատմությունները, այս արեցին, միլիոնատեր դառան, բայց այս էր, մենք էլ ուրիշներն է ոգևորվում են։ Լսեք։ Կապ չունի մարդը ով է, ինչով է զբաղվում, ինչին է հասել։ Եթե Տիրոջ հետ չի, այդ ամեն ինչի վերջնական արդյունքը ունայնությունը եւ ասում է հոգու տրտմությունն է։ Այդ ամեն ինչի արդյունքը այն ինչ որ մենք պատկերացնում ենք։ Ես ինչի եմ ասում, որովհետև մենք շատ դեպքերում տենց մարդկանց տեսնում ենք, ուրիշ աչքով ենք նայում։ Նույնիսկ կարա դեպքեր լինի, ասենք Երանի նրան, նա ինչ ավտոյով է քշում կամ ինչ տուն ունի կամ այս կոմենկոմ։ Հիսուս տենց չէր տեսնում մարդկանց։ Հիսուս տեսնում էր մարդկանց, ովքեր որ հոգնած են, բեռնավորված են, ովքեր որ իրապես իր կարիքն ունեն, որի մասին նույնիսկ չեն էլ մտածում։ Բայց գիտեք ցավալին ինչա։ Մենք շատ դեպքերում այդ նույն աչքերով չենք տեսնում, ինչ որ Հիսուս էր տեսնում։ Դրա համար երբ որ այս ամեն ինչը տեսնում ա 11-րդ համարի մեջ ինչ է ասում, ասում է ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներ ու բեռնավորվածներ, եւ ես հանգիստ կտամ ձեզ։ Մենք չենք կարող որևիցե մեկին հանգստություն տանք կամ մխիթարություն տանք։ Մխիթարությունը ու հանգստությունը գալիս է Քրիստոսից, որտեղ նա է, որ միայն ի վիճակի է մեղքեր ներելու։ Նա է, որ ի վիճակի է ամենակարևոր հարցը, մարդու հարցը, այդ մեղքի հարցը լուծելու։ Մենք այս ձև ենք նայում մարդկանց, թե ոչ։ Երկրորդը ինչ տեսա, որ ոչ միայն հոգնած էին, այլ նաև ցիրուցան եղած էին։ Ու ես երբ որ օգտագործում այս ցիրուցան եղածը, ուժով ցիրուցան եղած են, ոչ թե որ իրանք են ցանկացել, այլ բռնությունը կարծես եղել, ու այդ բռնության պատճառով ինչ են եղել,
ցրվել են։ Գիտեք ինչու էին ցրված, որտեվ առաջնորդ չունեին։ Առաջնորդներ չունեն։ Հիմա նայեք, մեր առաջնորդները ինչ են ձեզ ներկայացնում։ Երբ որ գալիս են ընտրությունները, մեծ բաներ են խոստանում, մեծ բաների մասին են պատմում, եկա գրքեր են գրում կամ ժուրնալներ են տպում, մենք էս կանենք, այն կանենք, իրանց նկարներն են դնում։ Երբ որ այդ ամեն ինչ ընտրություններն անցնում, երբ որ ամեն մեկը ինչ է, մենակ իր շահն է փնտրում։ Ամեն մեկը իր ցանկությունն ունի եւ իր ցանկության շրջանակում է առաջնորդվում։ Հիսուսն ասաց, որ իմ ժողովուրդը ցիրուցան է եղած։ Հովիվ չունեցող ոչխարների պես են։ Ոչխարները հետաքրքիր է, այդպես սովորություն ունեն։ Եթե առաջնորդ չունեն, իրանք միշտ ինչ որ մեկի հետևից պետքա քայլեն։ Ու լինում է դեպքեր, որ ոչխարները ասեն շրջանակ են կազմում իրար հետևից։ Ու կարան ժամերով պտտվեն, ինչու, որտեվ դա իրանց էությունն է։ Հիմա Հիսուս Քրիստոս, երբ որ այս տերմինաբանությունն է օգտագործում, այն ժամանակվա մարդկանց համար սա շատ պարզ էր, ինչի, որտեվ հիմնականում կամ հողագործությամբ էին զբաղվում, կամ անասնապահությամբ էին զբաղվում։ Եվ գիտեին, որ ոչխարները այդ հասկացողությունը չունեն, իրանք իրանց չեն կարող առաջնորդեն։ Պարտադիր կարիք ունեն մեկի, որ իրանց ինչ անելու, առաջնորդելու է, ուղղորդելու է։ Այծերը տենց չեն։ Օրինակի համար ոչխարների մեջ մեկ այծեր են գցում, ինչի որտեվ այծերը մի քիչ ավելի կողմնորոշվում են, եւ այս այծերի հետևից ոչխարները քայլում են։ Այս պարագայում ասում է Հիսուս տեսա, որ առաջնորդ չունեն։ Ամեն մեկը իրանն է փնտրում։ Ինչ է կարծում, նոր բաներ սա։ Չէ, Ժորժ ջան, նույնն է եղել։ Այն ժամանակ էլ է նույնն եղել։ Հիսուսի ժամանակ էլ էր նույն կարգավիճակը, հիմա էլ է նույն կարգավիճակը։ Եզեկիել մարգարեության մեջ 34 գլուխը 4 եւ 5 համարներ ուշադրություն դարձեք Եզեկիելն ինչ է ասում։ Ասում է տկարներին ու խոսքը ուղղում է առաջնորդներին այդ ժամանակվա։ Տկարներին չուժեղացրիք, հիվանդներին չբժշկեցիք, դուք կոտրածին չվիրակապեցիք եւ մոլորվածներին հետ չբերեցիք, կորածին չորոնեցիք, այլ խստությամբ ու բռնությամբ տիրեցիք նրանց։ Ուշադրություն դարձնում եք։ Տիրեցին, որովհետև ստրկացրին, իրենց ցանկությունների համար օգտագործեցին։ 5-րդ համարը եւ ասում է եւ հովիվ չլինելու պատճառով նրանք ցրիվ եկան եւ կերակուր դարձան դաշտի բոլոր գազաններին, ցիրուցան եղան։ Հիսուս ինչով էր տարբերվում։ Հիսուս չեկավ, որպեսի իրեն ծառայեն։ Հիսուս եկավ, որպեսի ինքը ծառայի։ Հիսուս եկավ, որպեսի ճշմարտապես ինչ անի, հովվի իրանց։ Մատթեոս 2:6-ում, երբ որ այդ խոստումն է տրվում, ասում է եւ դու Բեթլեհեմ Հուդայի երկիր, բնավ ամենափոքրը չես։ Հուդայի իշխանների մեջ, քանի որ քեզանից իշխան պիտի ելնի, որը ասում է հովվելու է իմ ժողովրդին։ Հովվելու է, խնամք է տանելու։ Հիսուս Քրիստոս այն մնացած առաջնորդների նման չէր։ Ինքը եկավ իր կյանքը տվեց, որպեսզի իր ժողովուրդը կյանք ունենա։ Դե համար այս տարբերությունը ունենք։ Եվ մենք էլ նորից մեր շրջանակում, երբ որ նայում ենք, ինչպիսին ենք մարդկանց տեսնում։ Որպես հաջողակներ, որպես երջանիկներ, որպես խաղաղության մեջ քայլողներ, թե տեսնում ենք այնպես, ինչպես որ Հիսուսն էր տեսնում։ Հոգնած, ցիրուցան եղած։ Ոչ միայն ավետարանում էր խոսքը, այլ նաև երկրորդ կարևոր բանը կար։ Աղոթում էր։ Աղոթում էր ու քաջալերում էր, որպեսզի իր աշակերտները նույնպես աղոթեին։ Ինչի համար էր աղոթում։ 37-38 համարները։ Այդ ժամանակ Հիսուսն իր աշակերտներին ասաց. Հունձքը շատ է, բայց մշակները քիչ։ Արդ աղաչեք հունձքի տիրոջը, որ իր հունձքի համար մշակներ ուղարկի։ Ինչի համար մենք աղոթենք։ Աղոթենք, որովհետև հունձքը ինչ է։ Շատ է։ Ծառայությունը շատ է։ Աշխարհը լի է մարդկանցով, ովքեր որ ինչ ունեն, այդ ավետարանի կարիքն ունեն։ Եվ կարիքը կա նաև ում ծառայողների, մարդկանց, ովքեր որ այդ ավետարանը կվերցնեն ու կհասցնեն իրենց։ Չեմ հավատում, որ իրապես մեկ ուզում է ծառայ ու ասում է ծառայություն չունեմ եկեղեցում։ Եթե դու տենց մեկն ես, խնդրում եմ, պաշտամունքից հետո արի, խոսենք, տեսնենք։ Տեսնենք, թե ինչ կարող եք անել, ինչպես կարող եք ներգրավել այս ծառայությունների մեջ, ինչի, որտեղ իրապես այդ ծառայության դաշտը մեծ է։
Չնայած այս հունցքի գաղափարը 5 տականում ավելի վերաբերվում է վերջի ժամանակին կամ դատաստանին, երբ որ Տերը հավաքում է իր ողջ, այսև ասած ունեցվածքը իր ժողովրդին, բայց մենք պետք է հասկանանք, որ այս շրջանակում նորից մենք ինչ մասնակցություն ունենք։ Հիշեք մի բան, որ մենք չենք կարող այսև ասել, որ դե ես չգիտեմ ինչ անեմ, ես չգիտեմ ինչպես վարվեմ, ես չունեմ այդ կարողությունը։ Ամեն մեկս գոնե ամենակիչը Սուրբ Հոգուց մեկ շնոր ունենք, լսում եք։ Գոնե ամենակիչը մեկ շնոր ունենք եւ այն, որ դու այսօր այդ շնորհով Տիրոջը չես ծառայում, այդ բացը որոշ առումով ուրիշներն են լրացնում։ Մենք դրա համար, երբ որ ասում եմ մեկտեղ հավաքվում ենք որպես եկեղեցի, այդ մեկտեղ հավաքվելու նպատակներից մեկը այն է, որ մեկս մյուսի բացերը ինչ ենք անում, լրացնում ենք։ Ինչի որտեղ մեզ Տերը կանչել է դրա համար։ Խնդիրը այն չէ, որ մարդիկ չկան իրականում, խնդիրն այն է, որ ծառայողները չեն գնում։ Խնդիրը այն չի, որ մենք մեկուսացած ենք։ Խնդիրն այն է, որ մենք այդ մարդկանց չենք տեսնում, իրանց մասին չենք մտածում, իրանց մասին չենք աղոթում ընդհանրապես։ Արդյոք իրապես աղոթում եմ ինչ որ կերպ մասն կազմելու այն ծառայության, որը որպես եկեղեցի մենք կատարում ենք։ Այսօր ցավով եմ ասում, եթե նայեք այն ստատիստիկային, որ կա եկեղեցիներում, մեծամասնությունը ուղղակի աթոռ զբաղացնող է։ Կիրակի օր աթոռ զբաղացնող է եւ վերջ, ասում են դե կիրակին տալիս եմ, մնացածի այդ գործ չունեք։ Ու խնդիրը մենակ տեսանելի ծառայության մասին չի, ես արդեն ասացի, որ ավետարանը քարոզեք ամենուրեք որտեղ որ կաք։ Այդ դրա մեջ ակտիվ եղեք, ծառայությունը պարտադիր է բեմի ծառայությունը չի։ Երկրորդ նաև ինչի համար աղոթեք։ Աղոթեք, որովհետև մշակները իրապես քիչ են։ Ծառայությունը եթե շատ է, ծառայողները իրենց հերթին ինչ են, քիչ են ու կարիք ունենք։ Այսօր ինքներդ շատ լավ գիտեք, Գյումրիում ծառայողների կարիք ունենք։ Ես ստիպված ենք լինում Երևանից ուղարկելու ծառայողների եւ նորից Փառք Աստծո մեր եղբայրների ու քույրերի համար, ովքեր որ պատրաստ են։ Որտեղ են այդ մշակները։ Որտեղ են նոր քարոզիչները։ Որտեղ են առաջնորդները, դաստիարակները, աստվածասեր մարդիկ, որտեղ են։ Մեր շրջանակում են, բայց այդ շրջանակից նաև մենք պետքա լինենք։ Մի ասեք, դե ես չեմ կարա թող ինքը անի։ Երբ որ Հիսուս հրահանգում է, ասում է աղաչեցեք, ցույց է տալիս, որ միսիոներական աշխատանքը ինչից է սկսում։ Աղոթքից։ Այդ միսիոներական ծառայությունը սկսում է աղոթքից, երբ որ դու սկսում ես աղոթել, Տերը սրտիդ հետ աշխատելով ինչ է անում, փոխում է, որպեսզի դու սկսես այդ մարդկանց տեսնել, կարիքը տեսնել։ Սիրտը սկսում է ցավել այդ մարդկանց համար։ Դրա համար լսեք։ Եթե ասում եք ես սիրում եմ իմ հարևանին, բարեկամին, մնացած մարդկանց, մեր հայ ազգը եւ այլն, եւ ավետարանը չեք քարոզում, իրապես դուք չեք սիրում։ Դա ընդամենը սուտ խոսքեր են, որ մենք ինքներս մեզ բան ենք անում, sense շոյում ենք մեր անձը, ասում ենք դե սիրում եմ, բայց դե չեմ կարա, հիմա չի պատտվում խոսքը, չեմ կարողանում ասել եւ այլն եւ այլն։ Վերջին անգամ իրապես երբ եք աղոթել, որպեսզի Տերը ծառայողներ բարձրացնի։ Իհարկե, եթե դուք արդեն իսկ այդ ծառայության մեջ եք։ Որտեվ եթե ես չեմ ծառայում, ասում Տեր Աստված ուղարկի, ում ասեմ, Լևոնին, բայց ինձ հետ գործ չունես։ Սրա հետ կապված խնդիր ունեմ։ Նախ եւ առաջ ես պետքա գնամ ու նաեւ աղոթեմ, որպեսզի մենակ չգնամ, Տերը հավելյալ ինչ անի, ծառայողներ բարձրացնի։ Իրապես Աստված մեր կարիքը չունի։ Չունի կարիքը, մենք կարիք ունենք Տիրոջ։ Մենք կարիք ունենք այդ ծառայության, մենք կարիք ունենք այդ ծառայության շրջանակում մասն կազմելու եւ սա այնպիսի մի առանձնաշնորհում է, որ մենք պետք է ուղղակի շնորհակալ լինենք։ Գիտեք Հիսուս երբ որ 5000 հոգու կերակրեց, չէր կարան հենց աներ, որ այդ հացը միանգամից հայտնվեր այդ մարդկանց դիմացը։ Կարար աներ, բայց ինչ ասեց դուք տվեք նրանց, դուք մասնակցություն ունեցեք, որտեվ այն ինչ որ Տերն անում է, Տերն օգտագործում է ում։ Մեզ եկեղեցին։ Ծառայողներին չի օգտագործում, բոլորին է օգտագործում, ուղղակի ոչ բոլորն են հնազանդ։ Հիշեք մի բան, սուպեր հերոսներ քրիստոնեության մեջ չկան, որ ամեն բան կարողանան անեն, ու այն կհիշեք, մի հատ ռուսական ֆիլմ կար, որ ասում է ինչ որ թելադրում էին, որ կանգնում է, ասում է, ոբշում այդ ամեն ինչը, մենք չենք կարող այդ ամեն ինչը յայով անել։
Դրա համար սիրելիներս, երբ որ դուք չեք անում այն ինչ որ պետք է անեք, մեկ ուրիշները ստիպված են լինում ինչ անելու, այդ բեռը իրանց վրա վերցնելու։ Եվ սրանից այո, այդ մարդիկ նորից օրտնվելու են։ Տերը վարձահատույց լինելու է այդ մարդկանց։ Բայց մենք ինչ ենք լինելու, փրկված ենք լինելու, բայց ոչ մի ավելորդ ինչ որ սենց ասած վարձատրություն չենք ունենալու Տիրոջից։ Որտեվ ընդամենը հավատացինք, փրկվեցինք եւ վերջ, այսքանով սահմանափակվեց մեր կյանքը։ Ուրեմն աղոթեք ծառայողների համար։ Ինչի համար առհասարակ աղոթենք, լավ։ Աղոթենք, որովհետեւ թե հունցքն է Տիրոջը պատկանում, թե նաեւ ծառայողներն են Տիրոջը պատկանում։ Եվ ինքն է, որ պետքա բարձրացնի։ Եթե մինչև հիմա մենք կարծում ենք, որ ծառայությունը իմ մասին է, իմ սեփականությունն է, իմ դիրքի մասին է, իմ մասին է, ժողովուրդ ջան, ուրեմն դեռևս մինչև հիմա չենք էլ հասկացել, որ այս ամեն ինչը Տիրոջն է պատկանում։ Մենք ղեկավար չենք, այլ ընդամենը ով ենք, տնտեսներ ենք, որ ժամանակավոր Տերը մեզ դրել է։ Մենք չենք որոշում նույնիսկ արդյունքը նորից որոշում է ով։ Նա ով որ այդ ամեն ինչը պատկանում է։ Մենք չենք դրա արդյունքում փառավորվելու, այլ պետք է փառավորվի ով։ Միայն Աստված, միայն Տերը։ Դրա համար Պողոս առաքյալը շատ հստակ այս հասկացողությունն ուներ։ Առաջի Կորինթացիս 3-րդ գլուխ 5-9 համարների մեջ հիշեցնում է Պողոսը սրա մասին, ասում է. «Արդ ով է Պողոսը կամ ով է Ապողոսը»։ Սոսկ սպասավորներ, այսինքն ծառաներ են ընդամենը, չի ցածրացնում ծառայությունը իրա, ասո որոնց միջոցով հավատացիք եւ նրանցից ամեն մեկը արեց այն, ինչպես որ Տերը տվեց նրանց, ուշադրություն դարձրեք։ Ինքը ասում է, որպես Ապողոս, Պողոս ոչ մի բան ենք, ընդամենը հնազանդվել ենք այն կամքին, ինչ որ Տեր Հիսուս Քրիստոս ինչ արել, ասել է։ Դրա համար երբ որ ժամանակը գալու է, Աստված ասել է ապրես բարի ու հավատարիմ արքա, Տեր, չէ ծառա, որովհետև մենք ընդամենը կանչված ենք այդ ծառայության մեջ հնազանդությամբ կատարելու այն ինչ որ Տերն է ասում։ Շարունակում ասում է, ես տնկեցի, Ապողոսը ջրեց, բայց Աստված ինչ արեց։ Աճեցրեց։ Չի ցածրացնում տնկելը, ջրելը, չի ասում կարևոր չի։ Ավետարանը քարոզելը, աշակերտը տելը չի ասում կարևոր չի։ Ինչի որտեվ այդ օրինակը ստացել էր Տիրոջից, բայց հասկանում եմ մի բան, արդյունքը իրանցից կախված չի, ումից է կախված։ Աստծուց է կախված։ Դրա համար ասում եմ ուրեմն ոչ տնկողը որևիցե բան արժի, ոչ էլ ջրողը ում համեմատ։ Տիրոջ համեմատ, այլ Աստված, որ աճեցնում է։ Տնկողը ու ջրողը միայն, բայց ամեն մեկը իր աշխատանքի համաձայն իր վարձքը կստանա, ինչի մասին որ արդեն ասում է։ Այն ինչ որ անում եք, մի ակնկալեք մարդկանցից։ Մի ակնկալեք, դե անպայման պետք է Արտուր եղբայրն ասի ապրես, որպեսզի ես շարունակեմ անել։ Արտուր եղբայրը կամ Արմեն եղբայրը կամ մնացած եղբայրները չտեսան, չգնահատեցին, մարդիկ չգնահատեցին, դե վերջ, էլ ինչի համար եմ անում, որ այսքան անում եմ, չեն գնահատում։ Ո՞վ է այդ ամեն ինչը տեսնողը։ Տերն է, ով է վարձատրություն տվողը։ Տերը, ինչու որտեղ ինքն է կանչել, իրան է այդ ամեն ինչը պատկանում եւ նա էլ վարձահատույց է լինելու։ Հետևաբար ես մարդու համար չեմ անում եւ դրանից ելնելով ես այս հասկանալով լավագույնս եմ ուզում անել։ Ինչի որտեվ Տերը արժանի է լավագույնի։ Որովհետեւ մենք Աստծո գործակիցներն ենք, դուք Աստծո մշակության դաշտը, Աստծո շինությունը։ Ինչ է ասում Պողոսը։ Մենք պատկանում ենք Տիրոջը եւ այն որտեղ որ ծառայում ենք, դուք էլ նույնպես պատկանում եք Տիրոջը։ Ողջ փառք ուղված է Տիրոջը իրեն։ Հետևաբար, երբ որ Տեր Հիսուս Քրիստոս տվեց մեզ այս հստակ օրինակը, ավետարանը քարոզելու ու աղոթելու, մեր մտքում սա պետք է ունենանք։ Սա պետք է ունենանք, որպեսզի ճիշտ մղում եւ հասկացողություն ունենանք, որտեվ եթե այս ճիշտ հասկացողությունը չունենք, ինչ ենք անելու, հիասթափվելու ենք, հետ ենք կանգնելու, ասել ենք այս ամեն ինչը ինչա, պարապ ժամանակի մերցնում է։ Կարդացեք Մաղաքայի գիրքը ու կտեսնեք, թե ինչպես է Տերն ասում, որ երբ որ մարդիկ սկսեցին ասել ինչ տարբերություն կա ծառայողի եւ չծառայողի միջև, Մաղաքիա մարգարեն սկսում է մանրամասն նո Աստված Մաղաքիայի մարգարեի միջոցով ցույց տալ, թե ինչ տարբերություն կա։ Ոստի այն ինչ որ անում եք, Տիրոջը փառքի համար արեք։ Իրանից ակնկալեք այն ինչ որ Տերը խոստացել է։ Դրա համար ինչպես ավետարանենք։ Ավետարանենք անհատապես եւ թե նաեւ հասարակական կերպով։ Խոսքը սովորեցեք մարդկանց, ինչպես Հիսուսն էր անում։
Ներգրավվեք ծառայության մեջ, մի սպասեք, որպեսզի ինչ որ մեկը ձեզ ձեռքից բռնի ու ասի, գիտես ինչ կա, սրա կարիքը կա, կարիքը շատ է, մեծ է։ Ինչի, որովհետև ծառայությունը մեծ է, ծառայողներն են քիչ։ Աղոթեք ամեն օր, հիշելով աղոթեք նոր ծառայողների համար։ Աղոթեք, որպեսզի նախ եւ առաջ Տերը օգտագործի ձեզ եւ ձեր կողքի ինչ անի, բարձրացնի մարդկանց, որ միասին Տիրոջը ծառայենք։ Աղոթեք, որպեսզի նոր մշակներ ելնեն։ Մեր համայնքում, թե նաև ողջ Հայաստանով մեկ։ Եվ չորրորդը, տեսեք մարդկանց այն աչքերով, որ Հիսուս էր տեսնում։ Որտեվ երբ որ սկսենք ճիշտ տեսողություն ունենալ, հիշում եք, անցած քարոզում խոսում էինք ճիշտ տեսողության մասին։ Մարդիկ կան, ովքեր որ չեն տեսնում։ Այդ ճիշտ տեսողության մեջ ոչ միայն ճիշտ կերպով նայելա Տեր Հիսուս Քրիստոսին, այլ նաև ճիշտ կերպով նայելա ում աշխարհին, մարդկանց։ Որտեվ երբ որ այս մոտեցումն ունեմ, նորից շատ բաներին այլ կերպ եմ սկսելու նայել։ Ինչի որտեվ մարդիկ հոգնած են, ցիրուցան եղած են ու առանց հովվի են, կարիք ունեն Քրիստոսի։ Ավարտեմ խոսքը Հովաննես ավետարանից 4:35 համարից։ Երբ որ Հիսուս Քրիստոս հանդիպեց սամարացիներին, սամարացի կնոջը, աշակերտներին ուղարկեց, որպեսզի գնան հաց առնելու։ Գիշեք, դե բնական է, երբ որ մարդը գնում է հաց առնելու, ում հետ են շփվում։ Մարդկանց հետ են շփվում։ Հրեաների համար այդ մարդիկ չէին։ Որպես, սենց ասած, երկրորդ սորտի, երրորդ սորտի անձնավորություն էին։ Գնացին, շփվեցին, տեսան, նույնիսկ այս կնոջը տեսան, մի քիչ զարմացան, ասին, Հիսուս ինչ գործ ունի այս կնոջը հետ է խոսում։ Եվ ուշադրություն դարձեք, նույն տեսողության խնդիր կար։ Տեսնում էին, բայց չէին տեսնում։ Ու Հիսուս ինչ է ասում 4:35 համարը։ Արդյոք դուք չեք ասում 4 ամիս եւս եւ հունձը կհասնի։ Խոսքը գնում էր իղակի այդ պայդրությամբ ծորենի եւ մնացած բաներին, որ պետքա հասունանար։ Հիսուս ինչ է ասում։ Ահա ես ասում եմ ձեզ, բարձրացրեք ձեր աչքերը ու տեսեք արտերը, որ սպիտակել են ու արդեն հասել են հնձի համար։ Ինչ արտերի մասներ խոսքը գնում։ Ծորենի։ Չէ, այդ սամարացիները, որ դուք գնացիք, այդքան շփվեցիք, ու դուք մտածում եք, որ այս մարդիկ մենակ դատաստանի համար են, կրակի փայտ են եւ վերջ, ուրիշ բան չեք տեսել այդ մարդկանց մեջ։ Հիսուս ասում է՝ մի քիչ բարձրացեք ձեր աչքերը։ Մարդ տեսեք, որ այդ մարդիկ կարիքն ունեն։ Ու դրանից հետո սամարացի կինը ինչ է անում, ժողովրդին բերում է, ասում է հանդիպում է Հիսուս Քրիստոսին։ Ու ասում է շատ շատերը հավատացին։ Ում միջոցով։ Այս կնոջ միջոցով, որ չնայած իր եսին, չնայած իր խնդիրներին, այն որ այդ մեղքի մեջ էր եւ այլն, երբ որ Տիրոջ հետ հանդիպեց, ինչ արեց։ Գնաց ու սկսեց մարդկանց պատմել, հրապարակային պատմել, ասել, եկեք տեսեք, գուցե Մեսիային տեսել ենք։ Ժողովուրդ, մենք եթե իրապես Տիրոջը ունենք, եթե իրապես հավատում ենք, որ Տեր Հիսուս Քրիստոսն է մեր Տերը ու Փրկիչը, մենք չենք կարող լուր մնանք, ժողովուրդ։ Մենք չենք կարող տեսնենք, որ մարդիկ այս կարգավիճակում են գտնվում, գնում են դեպի դատապարտություն եւ լուր մնանք։ Չենք կարող։ Եթե լուր ենք մնում, կամ ուրեմն տեսողության հետ խնդիր ունենք։ Չենք տեսնում այնպես, ինչպես որ Հիսուսն էր տեսնում։ Կամ էլ Հիսուսին դեռևս մենք ինքներս էլ չենք ճանաչել ու կարիք ունենք այդ ավետարանը։ Խնդրանքը սա է, որ այն օրինակը ինչ որ Տերը տվեց, այդ օրինակը վերցրեք։ Ավետարանը քարոզեք եւ աղոթող եղեք, որպեսզի ամեն ինչը մեջ Տերը փառավորվի։ Աղոթենք։ Մեր Տեր Աստված, իրապես փառք եմ քեզ տալիս, որ խոսքդ ունենք ու Տեր Հիսուս քո լավագույն օրինակն ունենք։ Շատ դեպքերում իրապես որպես մարդ ենք նայում, որպես մարդ ենք գնահատում եւ դրանից ելնելով էլ չենք վարվում այնպես, ինչպես որ հարկն է, Տեր։ Դու մեզ չես պահել երկրից վրա, որպեսզի մենք բարգավաճենք կամ մեր եսը կամ մեր անձերը առաջ տանելով, այլ ունես մեկ նպատակ, որպեսզի հոգևոր հասունությամբ գնանք ու ճշմարտությունը փոխանցենք։ Այո, Տեր, փրկողը դու ես եւ մենք ընդհանրապես քո գործակիցներն ենք, բայց օգնի, որ այդպեսի այդ խիզախությունն ունենանք։ Օգնի, որպեսզի աչք ու ձախ չնայենք, այլ միմիայն մեր օրինակը դու լինես, Տեր Հիսուս։ Չնստենք սպասելով, որպեսզի մարդիկ սկսեն խոսել, այլ մենք գնանք ու խոսենք։ Մենք գնանք ու այդ ավետարանը տարածող լինենք։
Մենք փնտրենք այդ առիթները, մեր մտքում այդ փափագը, այդ ցանկությունը լինի եւ այն ինչ որ քո սիրտն էր, որ գթում էր, ողորմում էր, այդ ողորմած սիրտը նաեւ մեզ դուր Տեր, որպեսզի իրապես սիրենք այն մարդկանց, ովքեր որ գնում են դեպի կորուստ, որտեվ մենք էլ էինք ժամանակին այդ կարգավիճակում եւ այո, քո զավակներին օգտագործեցիր, որպեսզի ճշմարտությունը փոխանցվի, որպեսզի ավետարանիդ խոսքը լսենք եւ այդ խոսքով մեզ փրկեցիր։ Աղոթում եմ ով Տեր Աստված, որ մեզ որպես եկեղեցի իրապես հավատարիմ պահես։ Հավատարիմ լինենք խոսքը տարածելու մեջ։ Եվ սա ոչ թե անենք որպես պարտականություն, այլ անենք մի բան, որ հասկանանք, որ Տեր, դա քո սիրտն է, դա քո փափագն է եւ կանչված ենք անելու։ Եվ ոչ միայն մեր շրջանակում, այլ նաեւ մեր երկրից դուրս նույնպես։ Նաև խնդրում եմ, որ մեզ աղոթքի հոգի տաս Տեր, որ մեր անձերի վրա վստահություն չունենանք, ծառայության մեջ չկարծենք, որ արդեն փորձառու ենք, մենք առանց քեզ ինչ-որ բան կարող ենք անել։ Ինչու, որովհետև ով որա ենք, ինչ որա ենք, քեզանով է Տեր, եւ դու ես, որ մեզ կանչել ես այդ ծառայության մեջ, ուստի դու մեզ առաջնորդիր։ Նաև օգնի, որպեսզի աղոթող լինենք նոր ծառայողների բարձրացման։ Որտեվ մեկս մյուսի կարիքն ունենք Տեր։ Ինչու, որտեվ հունձքը շատ է, բայց մշակները քիչ են Տեր։ Աղոթում եմ ով Տեր Աստված, որ մեզ օգնես, որ հստակ ճշմարտությունը հասկանանք, որ այս ամեն ինչի շրջանակում Տեր Աստված դու ես։ Քո փառքն է եւ ամեն բան ինչ որ կատարվում է քո անվան ու փառքի համար պետք է լինի։ Ոստի մնացած դեպքերը Տեր Աստված, եթե ինչ որ հարցերում տկար ենք, ինչ որ հարցերում դեռևս մեր եսն է գերակայում Տեր, դու ողորմիր, դու սրբիր, օգնի, որ դրա մեջ էլ աճենք Տեր։ Որ իրապես մարդիկ ոչ թե մեզ տեսնեն, այլ քեզ տեսնեն Տեր Հիսուս։ Որպեսզի մեր փափագը լինի միայն մեկը։ Ամեն իրավիճակներում քեզ քո ճշմարտությունը փոխանցելը, որպեսզի դու փառավորվես։ Հիմա եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։